Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի падգամավոր ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին падգամավորական տեխնացու, հասարակական քաղաքական գործիչ, պարոն Ազատ Արշակյանի հետ ողջունում եմ, պարոն Արշակյան, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում։ Դուք անձամբ մասնակից եք եղել այդ բոլոր գործընթացներին սկսած ընտրապայքարի, եթե դա պայքար կարելի է անվանել, այդ մասին խոսենք, քաղաքական պայքար տեղի է ունեցել կամ տեղի է ունենում Հայաստանում, թե ոչ, սկսած քարոզարշավներից, վերջացրած գիշերը արդյունքներին սպասելուն եւ կոպիտ ասած այդ արդյունքները մարսելուն, այդ ամբողջ ընթացքը դուք անձամբ եւս անցել եք ինչպես ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչներ կամ падգամավորական տեխնացուներ, ոչ կուսակցության անդամներ։ Եվ այսպես սկսենք սկզբից։ Ինչ ազգային ժողով ձևավորվեց, ինչն է հույս տալիս, որ այսուհետ մենք կտեսնենք ազգային ժողովում կառուցողական աշխատանք։ Ինչ ազգային ժողով ձևավորվեց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ազգային ժողովը փոխզիջումային ազգային ժողով ձևավորվեց։ Ես այդպես կասեի, հայտնի հանդիպումը, մոսկովյան հանդիպումը Վլադիմիր Պուտինի ՌՖ-ի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը փաստորեն արդյունավետ էր, որովհետեւ Հայաստանում իշխանության կեսը մնաց Ռուսաստանին։ Այսինքն մենք ունենք 50 եւ նույնիսկ կարծես թե մի քիչ ավելի տոկոսով ազգային ժողով։ Արդյունքը դա էր։ Մենք մտածում էինք, որ այն բանավեճը, որ տեղի ունեցավ ՌՖ-ի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ վարչապետի միջև, կբերի արդյունքների մրցակցային։ Բան կան էլի ազգային ազատագրական պայքարի բան կդառնա ընտրությունը հարթակ, բայց պարզվեց, որ ես կարծում եմ, որ համաձայնություն է եղել, պայմանավորվածություն կա, որ Հայաստանում իշխանության զգալի մասը թողնվում է ռուսական ազդեցության տակ, այսինքն համարյա 50-50, այսինքն այսպես է, ինչքան կարող եք վերցրեք, մենք կռվելու ենք մինչև վերջ։ Այդ վերջը որն է։ 50%-ի համար։ Այսինքն 50%-ի համար առավելագույնի համար, այսպես ասենք, առավելագույն հնարավորի համար։ Իսկ բանը մնացածը թողնվեց, որովհետև այն մրցարշավը, այն պայմանները, բացահայտված հանգամանքները, որ կային, դա նշանակում է, որ պետք է ուղղակի փակվեր ռուսական սեկտորը։ Ակնհայտորեն դա պետք է դուրս մղվեր։ Բայց դա չարվեց։ Չէ, ուղղակի թողեցին, որ նրանք գան։ Այսինքն այն իմ քվոտայի պայմանավորվածություն կար, քվոտան լրացվեց եւ ասենք դրանից բացի այդ երրյակից բացի ուղղակի եւ մի 10-15 հավակնորդ կար, դրանց թողեցին, ասեցին վերցրեք, կեսը ձերն է։ Եվ հիմա մենք ունենք ազգային ժողով, օրենքի ուժ ստացած եվրոպական ուղղվածության ազգային ժողով, որ ասենք պետք է իրագործի եւ իրականացնի եվրոպական ծրագիրը, ես նույնիսկ ասեի արևմտյան, որտեղ դա թրիպ եւ այլն կա, եւ պահպանողական, այսինքն ռեակցիոն ծրագիրը վերադառնալ պրովինցիա, վերադառնալ գաղութ, վերադառնալ գուբերնիա, վերադառնալ անպատասխանատու քաղաքականություն, պետություն, կարգավիճակ։ Ես այսպես կասեի, պատասխանատվության թիմը, պատասխանատուների թիմը, որոնք որ ինքնիշխանություն, անկախություն, սեփական ծրագրեր ունեն եւ անպատասխանատուներ, որ կգա ծրագիրը, ասենք, պայմանականորեն ասած Թաթարստանի սահմանադրությունը, Թաթարստանի բյուջեն, Թաթարստանի օրենքները կթարգմանվեն մեր մոտ կամ Բելոռուսի։ Ուրեմն բարձրացնեմ կարգավիճակը։ Ինչը փոխվեց
հին ու նոր ազգային ժողովի այդ կազմի մարդկանց մասին չի խոսքը։ Մարդիկ բարձ մի քանի մարդ էստեղ այնտեղ փոխվեցին։ Այդ ցուցակներից էր երևում, որ իրենք վերադասավորեցին իրենց ունեցած ակտիվը մարդկային։ Չէ, սկզբունքորեն ինչ փոխվեց։ Այ իմ առաջի հարցի մեջ կար արդյոք մենք տեսանք քաղաքական պայքար, արդյոք Հայաստանում կա քաղաքական պայքար ներողություն, թե փոխհամաձայնեցված, բաժանված 50-50 պայմանական ենք ասում, այնտեղ տոկոսները գիտենք, որ տարբերություն են տալիս, պայմանականորեն բաժանած ներողություն բալանսավորված ազգային ժողով, բալանսավորված քաղաքականություն վարող ազգային ժողով։ Այո, բալանսավորված քաղաքականությունը սպասարկող ազգային ժողով ձևավորվեց, այո։ Ձևավորվեց, ես կասեի, փոփոխություններ շատ կան, լյուստրացիա կոչվածը տեղի ունեցավ։ Այսինքն բևեռացում, սև ու սպիտակ դարձավ։ Իրենք կոչվեցին իրենց անուններով, այո, մարդիկ ծրագրեր ունեին, բացահայտ ծրագրեր, ասենք, քաղաքացիական պայմանագիրը իր եվրոպական ծրագրով, եվրոպամետ ծրագրերով, անկախական ծրագրերով, ժողովրդավարական ծրագրերով, այդպես է գնահատում։ Իրենք դա հայտարարել են, դա իրենց ծրագիրն է եւ նպատակն է։ Բացի դրանից կային նաեւ դաշնակիցները, մյուս կողմը, գործընկերները, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության դիրքորոշումը եւ դիրքավորումը Եվրոմիության, այսինքն ակնհայտորեն կային թիմային պայքարեր, ուրեմն Եվրոմիության կողմնակիցները իրենց թիմով արտասահմանյան միջամտությամբ, այդպես ասենք, հա, եւ եվրազիական թիմը իրենց թիմակիցներով արտասահմանյան, այսինքն երկկողմանի միջամտություն էր, Հայաստանը թափանցիկ էր այդ իմաստով, սահմանները բաց էին, դրամապանակները բաց էին, քարոզչական համակարգը բաց էր, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դրված էր սեղանին, կարկանդակի նման իշխանությունը դրված էր սեղանին եւ թիմերը բաժանված տանում էին այդ կարկանդակը, բաժանեցին իրար մեջ։ Դրանցից մեկը ռեսուրսներ ուներ սահմանափակելու օրենքի ուժով պետության շահերից ելնելով պետք է արգելեր ապակառուցողական, հակապետական ծրագրերի գործունեությունը։ Ծրագրերը պետք է արգելվեին, գործիչները պետք է հեռացվեին քաղաքական հարթակից, կուսակցությունները պետք է անջատվեին, այ ռուբելնիկ կա, անջատել, լիցենզիան հետ կանչել։ Օրենքը թույլ էր տալիս դա։ Իհարկե արդարադատության նախարարություն ունենք, դատարաններ ունենք, որոնք օրինակ մրցակցությունը խախտելու համար, մրցակցությունը, օրինակ ոչ թափանցիկ ֆինանսավորում կամ ֆինանսական ռեսուրսների չարաշահում, ահաբեկում, չգիտեմ ինչ, այդ հայրենակցականություն, Ովքան Փաշինյանը չգիտի այդ օրենքների մասին եւ ինչպես են դրան գործում, բայց Փաշինյանը չկիրառեց այդ օրենքների հնարավորությունը։ Չկիրառեց, ինչու՞, այստեղ հարցը նորից գալիս ենք հետ։ Գալիս ենք մեր խոսակցության սկզբին։ Այսինքն ակնհայտ էր, եթե չգիտեր, իրեն ասեցինք։ Մենք ասում ենք, որ հանցագործություն է տեղի ունենում անկախության, ժողովրդավարության եւ ընտրությունների մասին օրենքի դեմ, այսինքն կոպտորեն խախտվում է օրենքը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքնապաշտպանության գործիքներով կանխի իշխանության զավթումը։ Այ իշխանությունը զավթում են։ Մենք դա ասել ենք, դա սեղանի վրա էր, այնպես հայտներ, չարվեց, հայտարարեց, որ տեղյակ է, Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարեց, որ տեղյակ է, որ մաֆիա է գործում, որ զավթիչներ են, որ խլում են, գողանում են, ձայները գողանում են, Հիմա հանրակողմներ ասում է դուք եք մեր ձայները գողացել, եք ձայները գողանալու մասին։ Այո, ես համաձայն եմ նրանց հետ, որ մենք կռվում էինք ձայների համար։ Մենք այդ ձայները ուզում էինք վերցնել, բայց նպատակներն էին տարբեր։ Այստեղ մենք պետք է դա հստակ ասենք։
ժողովրդավարություն, անկախություն եւ տնտեսական հաջողություններ, որտեղ Եվրոմիություն նշանակում է տնտեսություն, լավ Ռուսաստանը ասում է Հայաստանի համար տնտեսությունը դա Ռուսաստանն է, օրինակ։ Հայո, այսօր Ռուսաստանն է ու վատ է։ Այսօրվա վիճակը առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, օրինակ մենակ երկաթուղին վերցնենք ցուցանմուշ որպես կամ էլեկտրոցանցը, էլեկտրական էներգիայի որակը։ Այսինքն, այո, Ռուսաստանի հետ է կապված, կամ մենք ով ենք ճիրան մատակարարող ենք, մենք ով ասեց, որ մենք նրանց համար ճորտ ենք։ Դա ճորտատիրությունն է։ Հայաստանին ասում են ելակ, գնացեք դաշտերում աշխատեք, ելակ ուղարկեք մեզ կերակրեք։ Իսկ եթե մեզ դուր չգա, մնում է ձեզ ինչ թափեք։ Չէ, թափեք չէ, սնանկացեք, այսինքն թափեք, այսինքն չէ, բայց այդ կարգավիճակը, որ մենք դառնալու ենք իրենց համար իրենց սեղանի համար կերակու, այսինքն սպասավորը մեզ առաջարկում են սպասավորը, աղախինը դառնալ իրենց, խոհարարը բարձր է։ Խոսքով կամ Երևի այդ դերում ենք եղել։ Հա, այդ դերը իրենք պարտադրում են այդ դերը։ Եվ այդ դերը այստեղ պաշտպանողներ կան։ Այս սպասավորի կուխարկայի դերը։ Կուխարկան շատ լայն բան է այդ Ալեքսանդր 3-ն է հնարել կուխարկան, այն խոհարարի օգնականը, աման լվացողը եւ մոխիր հանողը վառարանի մեջից, այդ դա է եղել կուխարկան, ամանները պետք է լվանար, մի առիթով ասել է, որ Ալեքսանդր 2-ը 0 կուրսեր նշանակեց, որպեսզի ոչ ազնվական, ոչ կալվածատերերի երեխաները, ընդունակ երեխաները նախապատրաստական դպրոց անցնեն, որպեսզի գիմնազիա ընդունվեն։ Այսինքն մրցակցության խնդիր դրեց, որովհետև պարզ էր, եթե գուվերնանտներ, այսինքն հարուստների երեխաները հնարավորություն ունեն գիմնազիայում քննություն հանձնելու, ոչ այնքան հարուստների երեխաները այդ հնարավորությունը չունեն, չհաշված ցենզը Միշյանն է։ Քաղաքինիների երեխաները չեն կարող կրթություն ստանալ։ Ալեքսանդր 2-ը ես մի քիչ հպարծեմ Լորիս Մելիքովի մեր ձեռք մատախառներ այդտեղ ասեցին, որ բանը բարձրագույն կրթություն ստացած ռուս մտավորականները եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում, քննությունը չեն կարողանում տալ, որտեղ պատրաստ չեն դրանք։ Մրցակցության համարանց հրավերեցին, Ալեքսանդր 3-ն ասեց այդ էր պակաս, որ կուխարկաների երեխաները երկիրը ղեկավար են, փակեց այդ 0 կուրսերը։ Հիմա ես օգտվում եմ այդ ռուսական կուլտուրայի այդ փշրանքից, ասում եմ, որ մեզ դարձնում են կուխարկա Մոսկվայի եւ Պետերբուրգի համար։ Այդ կարգավիճակի մասին է խոսքը։ Դրան ես դեմ եմ եւ այդ բանայ փայաբաժինը 50%-ի փայաբաժնի տերերը կուխարկայ են իրենց անկախ նրանից որ միլիարդ կա իրենց գրպանում, բայց իրենց նկարագրով, լեզվամտածողությունով, վարքագծով դրանք կուխարկայ են, ճորտ են, ուզում են երկիրը ճորտացնել։ Տեսեք հիմա ձեր հարցին ես ուղիղ չեմ կարող պատասխանել, փոփոխություն այդ իմաստով տեղի կունենար, եթե կուխարկայից վեր բարձրանար, դառնար ինժեներ, բժիշկ, մանկավարժ, գիտնական։ Չէ, բայց մենք խոսում ենք Փաշինյանի գործոնի մասին։ Ես հենց Փաշինյանի մասին եմ ասում։ Փաշինյանը պետք է փակեր կուխարկայի ծառայությունը։ Այդ ծառայությունը մեզ ուր որ տանում էին, դա իրավունք ուներ օրենքի ուժով եւ իր լեգիտիմությամբ։ Մենք բոլորս իրեն աջակցում ենք։ Բացի դրանից Եվրոմիության աջակցությունը, ես ձեզ ասեմ ավելի դատարանի վճիռ կա, ամենաբարձր աստիճանի վճիռ, այդ մարդու իրավունքների, Մարտի 1-ի գործով, այո, Մարտի 1-ի գործը բան է, դա բուրգն է, վերևի մասն է, եթե բաց ես անում գործը, բոլոր մասնակիցները կուխարկաներն են, այդ աղախիններն են, Նիկոլ Փաշինյանը կարող էր դա ազատորեն փակել եւ գործընկեր ընտրել իրեն
Հիմա Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ դուք տոնում են, նշում են իրենք այս հաղթանակը հպարտությամբ նշում է, որ ինքը ունի գործընկեր, այդ գործընկերը Կուխարկան է ռուսիանին, ռուսիանին, օդանավակայանը պետք է փակեր, որ նրանք չգային, ոնց թե գալիս են, դիվերսանտները գալիս են, Հայաստանում իշխանություն են ձևավորում, այսինքն չի արել, այսինքն համաձայնեցված գործողություններ, համաձայնեցված էր կարգավիճակը փոխվեց, այսինքն մենք ազգային ժողովում ունենալու ենք եվրոպական թևը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ եւ Կուխարկաների թևը։ Շատերը կասկածի են տալիս նաեւ այդ ձևակերպումը, որ Փաշինյանը եվրոպական թևն է սպասարկում, հիմա դրա մասին եկեք չխոսենք, մեկ ուրիշ հարց տամ, հետո նոր գանք Փաշինյանի եվրոպական այդ արդյոք ես կմոռանամ։ Չէ, ես գիտեմ այդ հարցը, որովհետեւ երեք էլի ինչ որ հրապարակում տեսանք, ասեցին Եվրոպամետ հեղափոխականը հաղթեց, դա կարծեմ եվրոպական մամուլում էր տպված, դա Փաշինյանը Եվրոպամետ հեղափոխական են արդեն անվանում իրեն, որքանով է դա Թավիշը փոխեցին եվրոյով։ Հա, որքանով է դա իրականությանը համապատասխանում, մի քիչ ավելի ուշ կխոսենք, հետ գանք խորհրդարան իրենց աշխատանքին, Անուշակյան, այս հարցը անկեղծ ես չգիտեմ սրա պատասխանը, դրա համար ուղղում եմ ձեզ, որպես հին, այսպես խորհրդարանի վետերան, ինչու վետերան, եթե հիմա էլ եք պատգամավոր տեխնացու, շատ լավ գիտեք օրենքները ինչպես են աշխատում։ Հարցս հետևյալն է։ Հնարավոր է արդյոք ազգային ժողովում նորաստեղծ այս նորաձևավորված ազգային ժողովում ինչ իրավիճակ ստեղծվի, որ այդ եվրոպական դեպի Եվրոպա կամ Եվրոպայի ասոցիացման հետ կապված այդ օրենքը հանվի, վերանայվի, չեղարկվի, այդպիսի պրակտիկա կա։ Կա պրակտիկա, որ մենք հիշում ենք հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ 4 տարի օրակարգ ուներ եւ ես այդ ժամանակ աջակցել եմ, այսինքն ինձ համար պոլիփետը չի կարևոր, եթե նույնիսկ պոլիփետը որևէ մեկի վարում է ազգային քաղաքականություն, եվրոպական քաղաքականություն, ես աջակցելու եմ դրան, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին եմ աջակցում եվրոպական համարելով, որ նա եվրոպական գիծ է վարում, ուզում եմ ասել, որ ձեր հարցին այո, հնարավոր է որ փոխվի, չեղարկվի օրենքը։ Այո, հնարավոր է, որտեղ մի անգամ դա արվել է։ Կոչվում է 13 ու 3, հա? 13 թվականի սեպտեմբերի 3-ին ծրագիրը չեղալ համարվեց կարծում եմ հաջողությամբ։ Օրենք էր դա, թե պարզապես ծրագիր։ Ծրագիրը այդ օրենքը, գիտեք մեր օրենքը որն է, քվեարկում են, անունը դնում են օրենք, այսինքն մենք գիտենք օրենքը ոնց են անցկացնում։ Լավ, բայց անունը օրենք է, նա կարգավիճակ ունի, օրենք, ծրագիր ուրիշ բան է։ Դուք ուզում եք ասել սահմանադրություն էլ ունենք, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողով ունենք։ Ուրիշ թեմա եք մտնում, չեմ ուզում եմ կոնկրետ հարցնել։ Ես ասում եմ հնարավոր է, այս օրենքը կարող է չեղյալ համարվել։ Ռուսաստանը այս օրենքի դեմ է հիմա հանդես գալիս, ամեն իր ուժով։ Բայց քանի որ Ռուսաստանի դեմ լինելը բավարար չէ, որտեղ մյուս կողմը շատ ազդեցիկ կողմը Արևմուտքը կողմ է այդ օրենքին։ Այստեղ Փաշինյանի դիրքորոշումը կարևոր է։ Փաշինյանը քամին որտեղից ավելի ուժեղ է փչում։ Եթե որ կողմը ավելի վճռական կլինի, Փաշինյանը նայել կպաշտպանի, որովհետև Փաշինյանը հայտնի է, որ իր կարծիքը փոխում է։ Այսինքն Եվրոպամետ, մեր հեղափոխականը, այդ Եվրոպամետը, եվրոպացի, եվրոպական, չգիտեմ ինչ, ուղղվածությունը պաշտպանողը, դա հարաբերական հասկացողություն է։ Չէ, ինչ ենք այսքան բարդացնում։ Դեկենք այն չբարդացնենք։ Այդ Եվրոպամետ կոչվածը մարդիկ բոլորովին այլ կազմակերպություններ են վերցրել այդ աշխատանքը իրենց վրա։ Ասեմ բոլոր դեպքերում չի խանգարի Եվրոպական կուսակցությունը Տիգրան Խզմալյանի ղեկավարությամբ, Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի ղեկավարությամբ, Արման Բաբաջանյանի ղեկավարած հանուն Հանրապետության կուսակցություն եւ Հովսեփ Խուրշուդյանի ազատ քաղաքացիներն են, նրանք են դա արել, նրանք են ստորագրահավաքը կազմակերպել, նրանք են եվրոպական դրոշը բարձրացրել,
Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ապահով տեղից դիտում էր ուշադիր, ես չեմ ասում, որ խանգարում էր, չի խանգարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի խանգարել, ես չեմ ասում, որ աջակցել է, չէր երևում, որ աջակցում է, սպասում էր, հենց որ տեսավ հաղթանակը կա ու դա աջակցություն ստացավ Եվրոմիության կողմից, Եվրոմիությունը ողջունեց, ինքը դա դարձրեց օրենք, կարող էր սրել, կարող էր անցնել հիմա ինքը պարտված կողմը, դուք պետք է բոլոր մեր խոսակցության գիտեք առարկան որն է, որ արևմուտքը զբաղեցնում է Ռուսաստանի տեղը տարածաշրջանում, Ռուսաստանը քանի որ հեռանում է, ռեսուրսները բավարար չեն, ծրագրեր չունի տարածաշրջանում, բացի կուխարկային շահագործելուց, օգտագործելուց կուխարկային, Հայաստանի Հանրապետությունը որպես ֆորպոստ, որպես անվտանգության գոտի, որպես մանրադրամ, որպես մատաղի զոհ, մատաղացու, ինք թող միշտ պահում է այստեղ իր մոտ, բայց որպեսի ազդեցիկ լինի, որպես տեր, ինքը չի կարողանում այստեղ մնալ, դուրս է գնացել, ես ասում եմ, որ չեն էլ վռնդել, այլ ինքը հեռացել է, բացակայում է, անընդհատ բացակայում է, Նագորնի Ղարաբաղում բացակա էր, Լաչինում բացակա էր, Նախիջևանում բացակա էր, Ղարսում բացակա էր, Ռուսաստան անընդհատ բացակայում է, չի գալիս, իր դիրքերը լքել գնա, Սամավոլկա է գնացել, Սամավոլկա տերմինը գիտեք ինչի մասն է, զինվորները երբ որ զորամասից փախնում են, դասալիքի չէ, մի քիչ ավելի քիչ, դասալիքի, ես ասում եմ դեպքեր են եղել ուղղակի դասալքություն է եղել, դե որտեղ պետք է կռվեր, պետք է փող դնի, պետք է գաղափարներ ուղարկի, կոմունիզմ, քրիստոնեություն, ձержавность, չէ, самостильность եւ այլն, պետք է ուղարկի, ինքը չունի դրանք ռուսը գնացել է, արևմուտքը սա համարում է իր համար կարևոր տեղ, դեռևս Եկատերինայի ու ես չգիտեմ Խաչակիրների ժամանակներից Հայաստանը եղել է կարևոր տեղ աշխարհագրական իմաստով։ Ուրեմն վերջացնեմ միտքս Տեգենգայանը։ Ուրեմն Ռուսաստանը գնացել է, բայց այնպես չի որ անպետք է Հայաստանը։ Անպետք չի Հայաստանը, արևմուտքը եկավ ասեց մեզ պետք է։ Ռուսաստանի տեղը զբաղեցրել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը թախտին նստած։ Նա մարտի դաշտում չի կռվում հանուն Եվրոպայի։ Դա չի կռվում։ Ուղղակի եվրոպացիներն եկել են ինքը ասեց, բարի գալուստ։ Բարի գալուստ։ Եթե ռուսները հետ գան, էլի կասի։ Էլի ասեց, էլի ազգային ժողովում ասեց, բարի գալուստ, մտեք ազգային ժողով։ Ես դարպասները բացարեց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի դարպասները չէ, կալիտկան։ Այդ դռնակը հետևի կողմից բացարեց ասեց եկեք, թույլ տվեց որ գան, ուզում ասել որ մեր քաղաքական իշխանությունը արդեն 8 թավիշը նա իսկապես թավիշ է, նաև արտաքին հարաբերություններում էստի համեցեկի ռեժիմն է աշխատում, ռուսները գնացել են, եվրոպացիներն եկել են, տեսեք նոյեմբերի 9-ի պայմանագիրը մեր ստորագրությունն է, ես եմ ստորագրել Եվ տրեպի պայմանագիրը, էլի ես եմ ստորագրել, չեմ ուզում ասել ով է ստորագրել, դրանք իրար վռնդում են, դա լուրջ բաներ, իննու տրիպը, հա իհարկե, նա Ռուսաստանի ծրագրերն էին, Ռուսաստանի անվտանգության ռեժիմներ, Ռուսաստանի ֆորպոստներ, Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, ասեց տալիս եմ, Լաչինն ու Նագորնի Ղարաբաղն էլ հետը, տվեց չէ, հետո մի տարի հետո ինչ արեց գնաց Վաշինգտոնում էլ տվեց այսինքն սկզբունքայնության բացակայության մասին եմ ես ասում այո շատ հնարավոր է որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը չեղյալ համարի հանրաքվեն ոնց որ չեղյալ համարեցին այդ հրճակումը անկախության, չեղյալ համարեցեն, մտան Եվրազիական միություն, ազգային ժողովն է, քվեարկել են, դու գիտեք չէ, քվեարկություն է եղել ազգային ժողովում, ռեֆերենդում չի եղել, ռեֆերենդում չի եղել, ճիշտ, հա, ազգային ժողով, այդ բանը, Եվրազիական միություն, Մաքսային միություն, այսինքն անկախությունից հրաժարումը ռեֆերենդումով չի եղել,
Ուղղակի հավաքվեցին 105 հոգի, այնքան հոգի հանրապետականները իրենց դաշնակիցներով չեղյալ համարեցին անկախության հանրաքվեն եւ Հայաստանը հրճակեցին Եվրազիական միության մի մասը, այսինքն գուբերնիա դարձրեցին։ Մեր ազգային ժողովը դա արել է։ Հիմա ես ասում եմ, իսկ ինչի սրանք չեն անի, ինչ հիմք ունենք մտածելու, որ սկզբունքային է լինելու Նիկոլ Փաշինյանի թիմը, ասել է չենք հանձնում ինքնիշխանությունը։ Ոնց չի հանձնել, բա ինչի նոյեմբերի 9-ը հանձնեցիք։ Հա? Ուզում ասել, որ կարող է լինել։ Ավելի հեղեղուկ է դառնում Հայաստանի վիճակը, ոչ թե ավելի Չի ամրացել։ ամուշ։ Գովազդ հատանք է թեժում, որից հետո կշարունակենք իհարկե զրույցը այս մասին, այս հարցերի շուրջ, պարզապես հիշեցնեմ, որ Թրամփը ողջունեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, չնայած մենք գիտենք, որ հունիսի 14-ին են վերջնական արդյունքները հրապարակվելու, մինչ այդ վերահաշվարկումներ են լինում, մի քանի ձայն էս կողմ է գնում, այն կողմ է գնում, բայց երևի թե մինչև վերջնական արդյունքների հրապարակումը Միջամտեց։ Հա, գուցե Քերսեմը ասեց լավ հաշվեք։ Հա, գուցե։ Ես ներկա եմ։ Համենայն դեպս նա շնորհավորանքի մեջ մի հատ էսպես նախադասություն կար, դե ինքը չի գրում այդ նախադասությունը, ենթադրվում է։ Ամերիկան է գրում։ Ամերիկան է գրում, Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլոր ամենահամարձակ սպասելիքները։ Տեսնեք ինչ գեղեցիկ հաստատուն քաղցրաբլիթ տվեց, ասեց մտրակել ունենք, բայց քաղցրաբլիթ եմ տալի, ես այստեղ եմ։ Դա մեզ չէր վերաբերում, դա ընդհանրապես ուղարկեց Կրեմլ։ Դա պետք է ռուսերեն ուղարկել։ Էլի նորից ստացվում է մենք այստեղ նստած ենք, իրենք իրար հետ մեր միջոցով եւ խոսում են։ Շահում ենք թե ոչ, կշարունակենք հաջորդ գովազդից հետո այդ հարցին եւս կփորձենք պատասխանել։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան,
Նոյան տապան հրատարակչություն։ Շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ, Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ։ Պարոն Արշակյան, նոր իրավիճակ է ստեղծվում, ոնց որ քարտերը մի քիչ ավելի բաց են սկսում խաղալ եւ Ռուսաստանը եւ Հայաստանը իրար հետ, որքանով որ թույլատրելի է իրենց կողմից ցույց տալ քարտերը։ Ինչին է վերաբերում իմ հարցս։ Հապկին եւ ԵԱՏՄ-ին։ Մինչ այժմ ժողովուրդը շատ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ հորդորում էին, ասում են Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, Հայաստանը պետք է դուրս գա հապկից։ Հայաստանի իշխանությունները զուսպ էին պատասխանում, ասում էին հապկում սառեցնում ենք, այո, հարցեր ունենք հապկի նկատմամբ հանդեպ ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք, երբ որ հարկ կհամարենք, երբ որ կզգանք, որ դուրս գալու պահն է։ Բայց այժմ մենք տեսնում ենք Ռուսաստանը անթակույց պարզ տեքստով ասում է, որ հապկից ԵԱՏՄ-ից պետք է դուրս գա, գնացեք հանրաքվե արեք, եթե չանեք դուրս եք գալու, չգիտեմ, մեխանիզմ չունեն, բայց ինչ որ ձևերով ուզում են հապկից երևի թե Հայաստանին դուրս բերել։ Հիմա էլ խոսակցություն է, որ ահա մի քանի տարի է դուք 2 տարուց ավել է Լավրովն էր ասում, դուք սառեցրած է, բյուջե փող չեք տալիս, անդամավճար չեք տալիս, մենք պետք է այդ հարցը քննարկենք։ Թե ինչ է նշանակում քննարկել, ունեն մեխանիզմ թե չունեն, ըստ երևույթին ինչ որ օրենքի, ինչ որ կետ կա։ Համենայն դեպս իրենք այդպես ներկայացնում են, որ կա ինչ որ մեխանիզմ, որ Հայաստանին կարող են դուրս բերել։ Այս ամբողջ նախաբանը ինչի համար է, Ռուսաստանը փորձում է Հայաստանին դուրս բերել հապկից, դուրս բերել ԵԱՏՄ-ից։ ԵԱՏՄ-ն առանձին խոսակցություն է, հապկից դուրս բերելը, որքանով է ձեռնտու Հայաստանին այս փուլում, որքանով է վտանգավոր, որովհետև Ռուսաստանը այդ երկրորդ թևը, որոնք ասում են Ռուսաստանի հետ կապերը մի խզի, նա ասում է, մենք Եվրոպայի հետ պատերազմի ենք պատրաստվում, Եվրոպան մեր թշնամին է, ով որ Եվրոպայի կողմից է, դա դառնում է մեր թշնամին։ Հիմա էլ հապկից են մեզ հանում, Հայաստանը այսպես ուրվագծվում է որպես թշնամի Ռուսաստանին։ Դա հիմնական այն վախերն էին, այն սպառնալիքներն էին, որոնք ընտրությունների շրջանում ուրեմն անընդհատ մարդկանց վրա գալիս էին, հոգեբանական ճնշում, թե իրականություն։ Հիմա այս ամենը դուք մեկնաբանեք, որն է ճիշտ, որն է սխալ, որն է վտանգավոր, որն է նոր հեռանկարներ բացում Հայաստանի համար։ 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ռուսաստանը ստորագրել է կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը Փարիզում, կոչվում է Փարիզյան խարտիա, Փարիզյան քարտ։ Կապիտուլյացիայի մասին պարտավորվել է բաց թողնել 14 հանրապետություններին, դուրս բերել իր զորքերը այդ տարածքներից։ Չեն պայմանավորվել, որ ուրիշը չպետք է մտնի այդ տարածքները, օրինակ Ուկրաինա, Բելոռուս, Հայաստան, Տաջիկստան, ուրիշ երկրներ չեն կարող։ Դրա մասին ոչ մի կետ չկա, ուղղակի Ռուսաստանը հանձնեց 14 հանրապետությունները։ Հիմա քանի որ վերադառնամ, դա եղել է 23-ին նոյեմբերի 1990 թվականի։ Մենք մինչև հիմա զորքերը չենք հանել Ռուսաստանի մեր տարածքից։ Այսինքն ռուսները չեն ուզում հանել։ Մեզ էլ ասում են դուք դիմեք, ասեք որ դուք չեք ուզում որ մենք գնանք։ Ասում են Ղարաբաղ, Մարաբաղ, չէ, Նախճեվան, Ղար, Սարդահան, չէ։ Ու վճարեք, ասենք։ Հա որովհետև շարունակվում է ֆորպոստությունը, ասում են դուք բան արեք, դիմեք մեզ, որ մենք մնանք ձեր մոտ։ Հիմա մենք մինչև հիմա չենք վռնդել, չենք հանել, չենք միացել, բայց այլ բնագավ, օրինակ տնտեսապես մենք այսուհետև, դու գիտեք, նույնիսկ ծիրանը չենք կարողանում արտահանել, այսինքն մեր դեմ հայտարարված է տնտեսական պատերազմ, հոգեբանական պատերազմ, գաղափարական պատերազմ, մեզ հայտարարել է Ռուսաստանը,
Հիմա այդ ODKB-ից, հապկ չի դա ODKB է, նա էլ խորհրդային միություն չէր, դա սովետների միություն էր։ Մենք սխալ ենք անում, որ թարգմանում ենք։ Դա տերմին է, դա բնութագրող է։ Ուրեմն ODKB-ն իրենք որոշել են գնալ ռուսները։ Այդ բազան ինչի համար է, որ ինչ ան Ստամբուլը գրավեն, ինչ պետք է անի այդ զորամասը, Պերմյակովը, ինչ է անելու։ Պաշտպանում է Հայաստանը։ Ումից, NATO-ից, Թուրքիան դա NATO է, NATO-ից պաշտպանում է Հայաստան, այսինքն կարող է Դե պաշտպանել։ այդպես են ներկայացնում, Դե թող Կիևը պաշտպանի NATO-ից, Լվովը ասում են պաշտպանի մենք հեսա դուրս NATO-ից։ կգանք կտեսնենք ինչ կլինի։ Հելսինկին թող պաշտպանի NATO-ից, անում էր ժամանակին։ Օրինակ հիմա երբ որ մենք ասում ենք Թուրքիայի մասին հարց տվեցիք, որ եթե Դեռ չեմ ձևակերպել այդ Հա, չէ, հարցը։ եթե Մենք զրույցի ժամանակի Այո, ասում։ հա։ Ուզում եք այդ հարցն էլ ձևակերպեմ, Չէ, ընդհանուր նայենք։ Բոլորը գիտեն այդ թեման, պարոն Տեսեք, Արշակյան։ ես ինչ եմ ասում, եթե Ռուսաստանը խնդիր ունի Թուրքիայի հետ, 12 անգամ խնդիր է ունեցել Օսմանյանի հետ։ Պուջորացրեց, փրթեց, մորթեց, 20 տարի է տևել այդ 12 պատերազմը, որ գումարում ես իրար 20 տարի կտրտել է Թուրքիային, գրավել է Թուրքիայի տարածքները։ Հենց որ նա պրոբլեմ ունենա Թուրքիայի հետ, Սևծովից նավատորմը կմոտենա Ստամբուլին, Կասպից ծովում էլ Բաքվին կմոտենա ռուսական նավատորմը, այս բազան, Գյումրիի բազան, ոչ մի ազդեցություն չունի։ Ռուսները հիմա չգիտեն ոնց հանեն, ուզում են հանեն, տանեն, այստեղ գործ չունեն, նրանք այլևս ծրագրեր չունեն մերձավորը, Արմյանսկայա ցարստվը իրենց ծրագրերում չկա։ Դու գիտեք, Կոստանդինը եւ Ալեքսանդրը, Եկատերինայի թոռները, մեկը Հունաստանի թագավորն էր Պոնտոսի, մյուսը Արմյանստանի, Արմյանսկայա ցարստվը, այ Ալեքսանդր թոռը, որ հետո դառավ իմպերատոր Ռուսաստանում, նա ծնվել էր Հայաստանում թագավոր լինելու համար հայկական թագավորությունում, այդ ծրագրերը վերացել են, չկա այդպիսի ծրագիր, ուրեմն հիմա ուզում են գնան ODKB-ում հայերը, հայկական բանակը Դոնեցկում կռվում է, չի կռվում, բա ինչներն է պետք Ռուսաստան այդ բեռը, նրանք ուզում են, ասում են դուք դուրս եկեք, այդ հրահրում են, բզբզում են, ասում են դուրս եկեք ODKB-ից, Եվրազիայից դուրս եկեք, բա ինչի փակեցին ճանապարհները մեր առևտրի, կոնյակ մոնյակի, ինչ են խմելու, սամագոն են խմելու, փակեցին, վռնդում են մեզ, այլ կերպ չգիտեն։ Հիմա այո, մենք արձանագրեցինք, որ վռնդում են, ասենք թե։ Նայեք ODKB-ից, բա ասում են հանեք, դուք արեք Ռուսաստանի իշխանությունը զգուշորեն Դրա հետևանքների վախենում է իր ժողովրդից։ Դրա հետևանքների մասին, Թուրքիայի մասին ասացիք, ինչու, որովհետև այո, մենք զրուցում էինք, ես հիշեցրեցի, էլի նախընտրական այդ բոլոր խոսակցությունների մեջ կար հետևյալը, եթե Ռուսաստանը դուրս է գալիս է արևմուտքը, դա նշանակում է արևմուտքը ինքը չի գա իր այսպես նավերով, հա, օրինակ։ Նա Թուրքիան է արևմուտքի ներկայացուցիչը, դա ես բերում եմ նախընտրական այդ այսպես վեճերի դեբատ է կոչվում, դա, հա, եթե դա դեբատ էր։ Դեբատների, ուրեմն նյութն եմ նորից բերում հիմա այստեղ քննարկելու։ Եթե արևմուտք ուրեմն ասում են նրանք, ապա Թուրքիա եւ Ռուսաստանն էլ դուրս եկավ, Հայաստան դու մնացիր դեմ առ դեմ Թուրքիայի հետ, այո։ Ես ասացի, որ կա նաեւ մեր վրա հոգեբանական պատերազմ, այդ դա հոգեբանական պատերազմի դրվագ է։ Մեզ վախացնում են Թուրքիայով։ Հարկավոր է կարդալ Կիլիկայի պատմությունը, Լևոն Տեր-Պետրոսյան գիրքը չէ։ Կիլիկան մեծ պատմություն, Լևոն մեծագործը հատուկ հիմնել է պետություն, 400 տարի հայկական պետություն կար, ֆունկցիա ուներ, գործառույթ ունի հայ ժողովուրդը եւ հայկական պետությունը տարածաշրջանում ֆունկցիա ունի։ Այդ ֆունկցիան հակաթուրքական է։ Մենք ուզենք թե չուզենք, մենք կամ պետք է դառնանք թուրք, կամ պետք է մնանք հակաթուրք։ Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզում է մեզ համոզի, չենք համոզվի։ Մեր գործառույթը աշխարհի համար Թուրքիայի թիկունքում ֆորպոստն է։ Ուրիշ բանի համար այստեղ հայկական պետություն չի կարող լինել, նրանք կուլ են տալիս, չեն հանդուրժում այլ բան։ Միայն ու միայն արևմուտքի սպառնալիքի շնորհիվ
կա հայկական պետությունը, սովետական Հայաստանը, այն ժամանակ արդեն 2.5 տարի Հայաստանի Հանրապետությունը խիստ անհրաժեշտ է, մենք անհրաժեշտ ենք արևմուտքին, հենց Թուրքիայի թիկունքում, որպես Հայաստան, որպես այն մարդասիրական կղզի, որպես մարդասիրական կղզի, տեսեք ինչ եմ ասում, չեմ ասում ռազմական հենակետ, մարդասիրական հենակետ, հիմա արդեն բերել են ինտելեկտուալ հենակետ, հենակետ ենք մենք, էներգետիկ հենակ, ամեն ինչ, ամենամեծ դեսպանատունը Չինաստանը այստեղ է սարքել, շատ մեծ դեսպանատուն, Չինաստանի համար կարևոր է Իրանի և Թուրքիայի թիկունքում այս տարածքը, այսինքն թուրքերը չեն համարձակվի, կկորցնեն Թուրքիան, դա պայման է, Տրոցկին, Լենինը, Ստալինը, Գորբաչովը, դրանք բոլորը միասին ձեռի տված փայփայում են Թուրքիային, Թուրքիա պետությունը գոյություն ունի Ռուսաստանի շնորհիվ, ուրեմն ուզում եմ ասել պետք չի վախենալ Թուրքիայից, Թուրքիան թող վախենա մեզանից, որովհետև մենք դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն ենք, շատ կարևոր այսպես համեմատություն արեցիք, ես կուզենայի գուցե կրկնություն լինի, ներող եղեք ինձ, բայց հիմա արդեն երկուսը իրար հետ, ինչ է Հայաստանը Ռուսաստանի համար, ինչ դեր է տեսնում, ինչ դերում է պատկերացնում Ռուսաստանը Հայաստանին իր համար, և ինչ չէ Հայաստանը արևմուտք ասեմ կամ Միացյալ Նահանգներ և Եվրոպայի համար, Ռուսաստանի համար իրար հետ համեմատացում։ Այո, այսօր Ռուսաստանի համար Հայաստանը բեռ է, պարտավորություններ թելադրող, փեշերից կախված, այն 40%-ը, որ ազգային ժողովի եկել է, ընդհանրապես հայկականությունը ըստ Ռուսաստանի դա պաշտպանեք մեզ էժան գազ տվեք, ջուր տվեք, հաց տվեք, աշխատեք, մենք գանք ձեր մոտ փող շինենք, այդպիսի կերպար կա հայի, հիմա ռուսները գիտեն, որ Հայաստանի հետ դաշնակից լինել նշանակում է ապահովել նրա անվտանգությունը հարկ եղած մակարդակով, ապահովել նրա սոցիալ-տնտեսական զարգացումը, ապահովել Հայաստանը դասական գաղութ չի, այդ ծիրանը միրանը որ տանում են հիմարություն է դա, Հայաստանը քաղաքական գաղութ է, աշխարհագրական գաղութ է, վարկի համբավի գաղութ է, կարևոր է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ է, ռուսների համար դա կարևոր է, ուզում եմ ասել, մեզանից մոլիբդեն ու նավթ ուրան չեն տանում, մեզանից տանում են համբավ, որ իրենք փրկիչ են, փրկիչի համբավը, դա իրենց համար շատ թանկ է, բայց մյուս կողմից, քանի որ իրենք այսօր չեն կարողանում փրկել, չեն կարող մեզ ապահովել ամեն ինչով, նրանց համար մենք բեռ ենք, ուզում են այդ բեռից ազատվել, ամեն ինչ անում են, որ մենք բեռից ազատվենք, իրենք ազատվեն, մենք դուրս գանք, ճանապարհները փակում են, հայհոյում են, դատում են, պատժում են, այդ մի քանի հոգին, որ Բաքվում դատվում են, դա հատուկ անում են, ասեք, տեսեք ով ենք մենք ենք հանձնել, Նագորնի Ղարաբաղը հանձնել ենք, ղեկավարությանն էլ գերի ենք հանձնել, իրենք են հանձնել, նոյեմբերի 9-ի պայմանագիրը դրա մասին էր, չէ, բայց տեսնում եք, ասում են, որ զզվեք, մեզանից հեռացեք, դուք հեռացեք, ռուս ժողովուրդը, շովինիստ ռուս ժողովուրդը չի ուզում կորցնել փրկիչի իր տիտղոսը, չի ուզում կորցնել, ուզում է գաղութատեր լինել, ուզում է փրկիչ լինել, այդ դա է Ռուսաստանի համար պրոբլեմ, ռուսական իշխանությունը Ռուսաստանի իր ժողովրդից վախենում է, չի կարողանում վռնդել Հայաստանին, չի կարողանում Բելորուսին վռնդել։ Նաև ասում էին Հայաստանը մանրադրամ է Ռուսաստանի համար, երբ որ պետք է լինում Հայաստանով, այդ դրա համար եմ ասում, փոխվեց կյանքը, իհարկե կտար, ուզողներ կտար, հիմա մի ուրիշ է եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին ձեռի տված, ասում են, որ չենք առնում, թույլ չենք տալիս, որ Հայաստանը վաճառես։ Հիմա ինչպես են դիտարկում Հայաստանին Միացյալ Նահանգները և Եվրոպան, ինչ է Հայաստանը իրենց համար։ Դե ասես, Տրամպը ասեց, որ դա մեզ համար բան է, ցուցափեղկ։ Ճիշտ եմ ասում, վիտրինա։ Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել վիտրինա։ Տրամպը դա է ասում, այդ եվրոպացիները, որ հերթով գնում գալիս են, հավաքվեցին 50 հոգով եկան այստեղ, դա վիտրինայի մասին է խոսք, որ ցուցափեղկ է, տեսեք, մենք ինչեր կարող ենք անել, կորած, մոլորված,
լքված որբ երկրում այդ որբին որ լքել էր Ռուսաստանը հայրը մայրը կատնատուն լքել գնացել Նա էր Պահարզանի մասին էր խոսում, ամուսնական էր։ Դե նույն ամուսնական ասեք, լավ այրին։ Նա այդպես է։ Լավ այրին։ Չէ, այրի չէ։ Բայց չի մեռել է Ռուսաստանը։ Լավ, ինչ որ է։ Հա հիվանդ է, լավ, հիվանդի կինը։ Ես համաձայն չեմ դրա հետ, որփ ավելի լավ է։ Որփին եկել են սարկում են։ Ինչ ասես ասում են խոսքով։ Դա իրենց համար են ազնում։ Այն ժամանակ էլ Կիլիկիայի խաչակիրները որ գալիս էին բերում էին իրենց հետ անվտանգություն էին հենց խաչակիրները գնացին Կիլիկիայի թագավորությունը լիկվիդացվեց խաչակիրներն էին պահում նրանց համար դա կարևոր էր դա իրենց ինքնագնահատականի համար կարևոր է նրանք ժլատ են եվրոպացիները Եվրոպայից արտագաղթած ամերիկան ներգաղթած Թրամփները ժլատ են նրանք փող հաշվել գիտեն բայց մեծ փող տալիս են որտեղ թանկ արժի ուրեմն ես կարծում եմ որ Ռուսաստանը հեռանում է ձևը չգիտի փնթի է թափթփված ձևով է հեռանում ODKB մոդեկ ամեն ինչ ուզում է թողել գնալ ոչ էլ ջերմուկ է ուզում ինքն է նազրան մազրան ամեն ինչ էլ ունի ամեն ինչ ունի Ռուսաստանը այ դրանից չի կարողանում փոկվել ինք իր իմպերիական ծրագրերից եւ չի ուզում կորցնել փրկիչի այդ տիտղոսը դա շատ կարևոր է մենք ինքներս էլ չէ մեզ լավ ենք զգում երբ որ ինչ որ մեկին օգնում ենք դա շատ կարևոր է մենք եթե իրապես օգնում ես մենք սոցիալական կենթանի Եվ այսպես հարցս նորից հետ են գալիս ինչու ծնվեց այս հարցը որովհետև մենք ասում էինք որ Ռուսաստանը դե այդ հապկից դուրս գալու թեմաներ Գյումրիից դուրս գալու թեմաներ արևմուտքը եւ Թուրքիան արդյոք արևմուտքը դուրս է գալիս Թուրքիան է գալիս եւ Հայաստանը դեմ արդեմ Թուրքիայի հետ է ուրեմն հայտնվում եւ շատ վտանգավոր է դա Հայաստանի համար դուք ասացիք որ արևմուտքը թույլ չի տա որ Հայաստանին գլխից մաս ընկնի Ես Թուրքիայի համար նվեր է հայկական պետության գոյությունը իր սահմանի վրա Բա կլանելու թեման Բա ինչ կլանի ինչ անի որ Քրդստան դարձնի գոհա որ Քրդստանա դարձրել գենոցիդ կազմակերպեց լավ է հիմա Թուրքիայի համար իրենք են 1918 թվականին ստիպում են այն ժամանակվա Անդրկովկասյան ֆեդերացիայի հայերին ասում են անկախ հրճակեք ձեր երկիրը պրծնենք դուք էլ պրծնեք մենք էլ պրծնենք դուք գիտեք Բաթումիում ինչեր են արել պատմաբաններին դպրոցներում չեն անցնում ստիպել են մեզ թուրքերը որ Հայաստանը անկախ հրճակենք մենք Նրանց հարմար է որ իրենց սահմանը փոքր պետություններով է շրջապատված ոչ թե Իրանի կամ Արաբստանի կամ Հունաստանի կամ Բուլղարիայի նման պետություններ դրանք վտանգավոր են դրանք մրցակից պետություններ են Իրանը մրցակից պետություն է Արաբստանը ոնց ուզում եք հաշվեք խալիֆաթը Թուրքիայի համար մրցակից պետություն է Հայաստանը ինչ է ուզում մենք ուզում ենք Ստամբուլը գրավենք ուզում ենք խալիֆ դառնանք չէ Նրանց համար շատ հարմար է փոքր պետություն է աշխատասեր խաղաղասեր Նրանց որ Թուրքիերը չեն ուզում արագ անցնել որ ուզենային կանցնեին ոնց գնացին Կիպրոս ոնց էլ մտել Սիրիա Դե ռուս ասում է ես եկել կանգնել են որ չանցնեն Բա ինքն է տվել Դե դու Ղարսի մասին խոսի Ռուսաստանը Նագորնի Ղարաբաղի մասին թող խոսի Թուրքերը չեն անցնի դա իրենց համար ապահով հարևան է լավ հարևան է Հայաստան Սիրելի բարեկամներ հիշեցնեմ որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ եւ ունենք հեռախոսազանգ համեցեք լսում ենք ձեզ Բարև ձեզ Սիրելի գանի եւ հապարում Ազատ Արշակյան հայրենասեր ժողովուրդ ուրեմն Փաշինյանին որ ասում եք որ ինքը ինչ որ սխալ արեց եւ այլն հիմա երկու հարց է եւ շատ կարեւոր խնդրում եմ ինձ լսեք մի քիչ ժամանակ տվեք ուրեմն 30 տարիների ընթացքում երեք ղեկավարների կողմից մեր իրենք հույսները դնելով որտեղ էլի կախված էին Ռուսաստանից որպես ուժեղ դաշնակից կողնի ոչ մի հարցում էլ չօգնեց իրանք հզորացան մենակ իրանք ղեկավարները հզորացան երկիրը նույն ձևի մնաց թուլացավ հիմա ասում եք ինչի համար հարցը այսպեսին է
ասում եք, որ ինչի Փաշինյանը չկտրեց ռուսական լրագրությունը եւ այլն հզորը։ Ուրեմն ինքը վախ ուներ, ինքը ճիշտ արեց, ասեց, որ մենք դեմ չենք դեզի, մենք Եվրոպայի հետ ենք ուզում եւ ձեր հետ, որովհետեւ գիտե ընտրություններից առաջ եթե ասեց ես, որ պետք է այդ իհավականից դուրս գամ, հապից դուրս գամ, ավելի էջան մի քանի ամիսներ առաջ, տարի առաջ կստեր ավելի ուժեղ ձևով հարձակվել Հայաստանի վրա, բայց նա ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ամբողջ տնտեսության աշխատողներին գրավեց, կդրեց կոնյակը, արտոնապիոն ջերմուկ եւ ամեն կլուբլիկ պամիդոր եւ ինչ է քանի տոկոս 50-60-70% տնտեսությունը ասում եք TV-ներով ամբողջ լրագրողներ ասում եք կապացեն Ռուսաստանից հիմա այդ ձայները գրավեց 3 հատ ոչ թե միլիոնատեր, բիլիոնատեր, որ ամբողջ Հայաստանի Լավ, ախր դուք կարծիք եք հայտնում, նկարագրում եք իրավիճակը։ Եղավ, հասկացանք, ձեր հարցը պարզ էր։ Ես ժամանակ չունեմ այդքան, կներեք, մի րոպե եմ մնում։ Մեր իշխանությանը փրկեց, մեր գրակետ, կրկնում եմ, գրակետ հայրենասեր քաղաքացին, ոչ թե փոխսիրող, որտես մեր փրկությունը մինակ արևմուտքն է եւ Թրամփի ուղին եւ ասես ավելի լավ է այս ճանապարհը փոխենք 30 տարում ոչ դուք չօգնես իսկ Փաշինյանը ուշադրություններ վերջացավ արդեն Ռուսաստանը այդտեղով բաժեց մեջի Շնորհակալություն Պարզ է հարցը մոտավորապես հարց չէր ելույթ էր համաձայն եք թե ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ Ես այլ կարծիք ունեմ ու մի քիչ առաջ շարադրեցի։ Այսինքն նա ասում է Փաշինյանը ճիշտ է արել, որովհետև վախեցել է, վախեցնալ բառը չէր հնչում, վախեցել է լինել ավելի սկզբունքային։ Դե մենք ասեցինք, որ Սիրելի բարեկամներ, ես կընդունեմ հեռախոսազանգը, բայց ABC TV եթերաժամը ավարտվեց, մենք շարունակում ենք, քանի որ մենք ուղիղ եթերով ենք հեռարձակում այս հաղորդումը, մեր այլ հարթակներում եւ այս Patreon-ում մենք շարունակում ենք ուղիղ հեռարձակումը, ABC TV հանդիսատեսին դիտողին ես մաղթում եմ բարի գիշեր, գիտեմ, որ ձեզ մոտ գիշեր է, կհանդիպենք հաջորդ օրերին, իսկ մենք շարունակում ենք զանգը ես կորցրեցի, ես կարծում եի զանգ կընդունեմ, զանգը ոնց որ թե չեմ տեսնում։ Լավ, ընդունեցինք։ Մի քիչ սումբուր եղավ, ձեզ շնորհակալություն, շարունակում ենք լսել ձեզ։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, 10 տարուց ավելի ես ձեզ տարբեր հեռուստատեսությունով լսում եմ հայրենասեր մարդ, ազգ սիրող մարդ եւ իր կյանքը հանուն հայրենիքին զոհել է բոլշևիկների բանդերում։ Ես տեղյակ եմ դրանից նաեւ։ Ու շատ հիասթափված եմ ընտրություններով, որովհետեւ մեր ազգը ողին ձայն տվեց։ Հայրենասիրությանը եւ հայրենիքի համար պայքարողին ձայն չտվեց։ Դեզի պես մարդիկ դուսը մնացին, բայց Ռուսաստանից Մարգարիտա Սիմոնյաններին, Կուրղինյաններին, Շախնազարովներին բերան մցրան մեր խորհրդարանը։ Այո։ 200 տարի առաջ Օվերչուկեն անգամ ասեց Գուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրով մենք ձեզ ազատագրել ենք, դուք իրավունք չունեք խոսալու եւ այսօր էլ մենք դարձյալ մնում ենք Ռուսաստանի գաղութը, Աֆրիկայում, Բուրունդի, Սոմալիա, Կոնգո, ներողություն, գուցե իրենց ընկալմամբ, իրենց պատկերացմամբ ենք մնում, Պարոն Արշակյան, իրենց ընկալմամբ ենք մնում գաղութ, թե փաստացի մնում ենք գաղութ։ Փաստացի մնում ենք գաղութ, որովհետև օրինակ իրենց իրավունք են վերապահում։ Գայան 200 տարի մենք գաղութ ենք։ Մեկ վարքյան Արշակյանը արդեն պատասխանում է ձեր ոնց որ բարձրացրած հարցին։ Մեր րոպե, վերջից խոսքը ասեմ։ Վերջի խոսքն ասեք։ Ես հավակցում եմ ամբողջ աշխարհի հայությանը, որ 200 տարի մենք ռուսի գաղութն ենք ու չենք ուզում ազատվենք։ Հանուն աթոռի, հանուն փողի։
Շնորհակալություն։ Գաղութ ենք, որովհետև վճռները կայացվում են Մոսկվայում, մենք այստեղ կատարում ենք։ Նրանց կամքն ենք կատարում։ Նրանց առաջ հաշվետու ենք։ Մեր ժողովրդի առաջ չենք հաշվետու, օրինակ մեր իշխանությունը ժողովրդի առաջ չի հաշվետու, այլ մետրոպոլիայի առաջ է հաշվետու։ Ինքը նշանակում է մետրոպոլիան, նշանակում է իշխանություն, հեռացնում է իշխանությանը։ Հիմա այս անգամ եւս Այս անգամ եւս կեսը ուղղակի նշանակեց մետրոպոլիան, այ կեսա գաղութ ենք մենք հիմա։ Ես համաձայն եմ քաղաքացու հետ։ Այսինքն դուք համարում եք, որ Պուտինի Փաշինյանի այդ ապրիլի 1-ի հանդիպումը եկավ հասավ մինչև այսօր։ Կիսագաղութի, այո, կիսագաղութի ռեժիմ էր։ Կեսը քեզ, կեսը մեզ։ Մենք հենց սկզբից դրա մասին ենք խոսել։ Շնորհակալ եմ, այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Աշակյան, ողջունում ձեզ պրոգրամներից մի երկար ժամանակ ենք շփվել, ուրախ եմ ձեզ տեսնել նույնտապանի եթերում, մինչև հարցս ասելը նախ ասեմ, հիշեցնեմ, դուք եք երևի 3 տարի առաջ դուք նույնտապանի եթերով ինձ խորհուրդ տվեցիք ինձ համարական նախագիծ ուղարկել Հայաստանի կառավարություն եւ ասեմ ձեզ ուրախացնելու համար ըստ վերջին հրատարակված այդ լուրերի կարծեք թե շատ բաներ վերցված են իմ նախագծից դուք ունենաք երթալատենակալներ Հրաշալի նորություն այո եւ դա իմ այդ նախագծից վերցված եւ դա ձեր շնորհիվ է եւ նույնտապանի շնորհիվ եւ Տիկին Արաքելյանի շնորհիվ որը մեծապես կնպաստի Հայաստանի դասված այս ֆորտանը նոր կարողանան նրանք այդ շրջանցել այդ արգելքը ասոսա լավ լուր եւ հարցի հետ կապված պարոն Աշակյան այդ թեզը որ Թուրքիան արևմուտքն է բերում Թուրքիային դա հայտնի ռուսական թեզ է որ անցած շրջանառվում էր համաձայն եք որ դա կարելի է շատ հեշտ ջախջախել որ արևմուտքն է զսպում Թուրքիային արևմուտքն է փրկում Հայաստանին Թուրքիայից արևմուտքն է պահում Թուրքիային ոչ թե Ռուսաստանը որ եթե այդպես չլիներ եթե արևմուտքը թույլ տա Թուրքիային Թրիփում կլիներ Թուրքիան Թրիփը չլինի հայ-ամերիկյան այն կլիներ թուրք-ամերիկյան Թուրքիան այնտեղ կլիներ որ արևմուտքը կթողեր որ Ադրբեջանը ջերմուկի դեպքերից հետո մտնի Սյունիք նա դա չարեց որովհետև Հայաստանը նրանց պետք է որպես անկախ պետություն համաձայն եք որ այդ թեզը հեշտ կարելի է ջախջախել որ արևմուտքն է զսպում Թուրքիային հետ պահում Հայաստանից Շնորհակալություն Շնորհակալություն ես չգիտեմ շնորհակալ եմ որ ուշադիր եք եւ շնորհակալ եմ որ մասնակցում եք այդ պետականաշինության գործին անկախ նրանից այդ հանձնաժողովը կընդունի թե չէ ձեր ծրագիրը լավ է որ դուք կարծիք ունեք այո իհարկե դա շատ գովելի է ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ դրա համար իսկ դա հայտնի բան է կա Վերսալյան պայմանագիրը կա Անտանտայի ծրագիրը Թուրքիայի վերաբերյալ եւ կա Ռուսաստանի ծրագիրը Թուրքիայի վերաբերյալ Անտանտայի ծրագիրը այսինքն Եվրոմիության արևմուտքի ծրագիրը հետեւյալն է լիկվիդացնել թուրքական պետությունը որպես բեռ դա քաղաքակրթության համար բեռ է հիմա օրինակ համեմատեն Գերմանիան եւ Թուրքիան նույն չափի բնակչություն ունեն ներդրումը քաղաքակրթության մեջ Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքակրթության տեսեք չեմ ասում տնտեսություն չգիտեմ կոմունիկացիաներ բան Թուրքիան ինքը իր գործառույթը չի կատարում որպես պետություն որպես օրինակելի մահմեդական դեմոկրատական պետություն չի կատարում իր գործառույթը օրինակ բոլշևիկները երբ որ աջակցեցին ու թուրքական պետությունը վերականգնեց իր գոյությունը պայմանը մեկ էր ասում են թող դա լինի մահմեդական դեմոկրատիայի նմուշ Հիմա արդյոք մահմեդական դեմոկրատիայի նմուշ է Թուրքիան կարծում եմ որ նմուշ չի այդ իմաստով Թուրքիան լիկվիդացիայի ենթակա պետություն է որտեղ գրեթե 100 միլիոն բնակչություն ունեցող պետությունը ոչ մի քաղաքակրթական ներդրում չի կատարում աշխարհում ոչինչ չի անում սպառում է սպառող պետություն է սպառող պետություններին դու գիտեք որ Սահմանափակում են նրա իրավունքները Կարևորը որ Հայաստանն էլ չդառնա սպառող պետություն Հայաստանը արդեն դոնոր պետություն է որովհետև հայ մտավորականները օրինակ ասենք Նոբելյան մրցանակակիրներ
ազգության փայը Թուրքիայի կողմից Նոբելյան մրցանակ է ստացել։ Ես ասեմ, ներս է շնորհալու եւ Գրիգոր Նարեկացու մասին ճանաչել է հեղինակավոր ինստիտուտը ճանաչում է հայ ժողովրդին որպես ուսուցիչ։ Ուզում եք շախմատի մասին խոսեմ, ինժեներների մասին, NASA-ում։ Մենք սպառողի թեման էինք բարձրացնում։ Դու ասեմ մենք սպառող չենք, մենք դոնոր ենք։ Մենք սպառող չենք։ Մենք դոնոր ենք, այ ես ասում եմ աստրոֆիզիկայի բնագավառում հայ գիտնականների դերը։ Մշակույթի մասին չասեմ, չէ, Արամ Խաչատրյան։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Արշակյան, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, նաև ձեր մասնակցության համար։ Կարոտել էինք, վաղուց չէինք աշխատել, տեխնիկական խնդիրներ կային, երկար ժամանակ չէինք կարողանում հեռարձակել ABC TV-ով։ Շնորհակալություն, շնորհակալ եմ։ Զրուցարում էի ես, Գայանե Առաքելյանս, մեր հյուրներ Գերագույն խորհրդի պատգամավոր, ազգային ժողովի 26 այս տարվա 2026 թվականի ընտրությունների պատգամավորության թեկնածու, հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։ Բարին ձեզ։